Տիկին Ջուլակյան 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված անորոշություններ իհարկե կան եւ դրանք շատ են, բայց որոշակիություններ էլ կան եւ ամենակարևոր որոշակիությունը այն է, որ դուք չեք ստացել սահմանադրական մեծամասնություն, այսինքն ավելի պարզ ասած, գնացել եք ներկայացրել եք հանրությանը ձեր ծրագրերը, այդ թվում նոր սահմանադրություն Ալիևի պահանջած ունենալու, չեք ստացել անհրաժեշտ թվով ձայներ դա իրագործելու համար, բայց ընտրություններից հետո էլ դուք շարունակում եք այդ օրակարգը, հայտարարում եք, որ նոր սահմանադրությունը Հայաստան ունենալու են սահմանադրությունը, որը ինչպիսին Ադրբեջանն է պատկերացնում։ Ինձ հետաքրքիր է մեխանիզմը կնկարագրեք, ինչպես եք պատկերացնում։ Այստեղ չունեք անհրաժեշտ թվով ձայներ։ Հիմա, երբ որ խոսում եք, եթե ունենայիք պարզա, պիտի բերեիք, քվեարկեիք հանրաքվելներ։ Հիմա, երբ որ մտածում եք, քննարկումներ եք իրականացնում ԿՊ-ում, ո՞նց եք պատկերացնում։ Ինչ ընթացակարգով պիտի դա լինի, ո՞նց պիտի լինի, եւ խնդրում եմ, կասեք նաեւ ժամանակահատվածի հետ կապված, ինչ ժամանակահատվածում եք պատկերացնում։ Միջև ընտրությունները խոստացել էիք տեքստը հրապարակել, դա չարեցիք։ Ինչ ժամանակահատվածի մասին ենք խոսում։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան հարցի համար։ Եթե մենք առաջնորդվենք ձեր տրամաբանությամբ, դուք որևէ օրենսդրական նախագիծ չպետք է հեղինակեք ձեր խմբակցության որևէ պատգամավոր։ Նույնը վերաբերում է նաև Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորներին։ Որևէ օրենսդրական նախագծով դուք չպետք է հանդես գաք, որովհետև ձեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի օժտել բավարար թվով ձայներով այդ օրենսդրական նախագիծը ազգային ժողովում անցկացնելու։ Բայց դրա համար գոյություն ունի խորհրդարան եւ գոյություն ունի խորհրդարանական մշակույթ։ Եվ իրար հետ խորհրդակցելու, իրար հետ բանակցելու, իրար համոզելու առնվազն ակնկալիք։ Մշակույթ այս պահին դեռևս գոյություն չունի, չնայած նաև պետք է նշեմ, որ նախորդ գումարման ազգային ժողովում ձեր խմբակցության պատգամավորների կողմից, մասնավորապես Տիկին Գալստյանի կողմից ներկայացված մի շարք օրենսդրական նախագծեր ընդունվել են մեր կողմից, որովհետև համարել ենք, որ դրանք կոնկրետ խնդիրներ լուծելու միտված նախագծեր են եւ բնականաբար մեր կողմից դրական եզրակացության են արժանացել։ Հետևաբար ժամկետների հետ կապած պետք է ասեմ, որ ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը վերջերս հայտարարեց, մինչև տարվա վերջ նախագիծը կհրապարակվի արդեն եւ դրա վերաբերյալ արդեն պետք է սկսվեն քննարկումներ, լայն հանրային քննարկումներ, այդ թվում խորհրդարանում քննարկումներ եւ ինչպես նաեւ իմ ելույթում նշեցի, կարծում եմ, որ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է լինի այն հարթակը, որտեղ այդ քննարկումների մեծ մասը անցկացվելու են, պետք է քննարկենք, թե այդ քննարկումները ինչքան կտևեն, Տիկին Վարդանյան, ես կանխատեսել չեմ կարող։ Իսկ հետո շատ լավ գիտեք, որ ինչ գործընթացներով է անցնում սահմանադրության նախագիծը, կտեսնենք ինչ է ստացվում։ Գուցե ես եմ ձեզ համոզում, որ նախագիծը լավն է, պետք է ընդունել, գուցե դուք եք ինձ համոզում, որ լավը չէ, պետք չի ընդունել։ Կապրենք, կտեսնենք։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Ադրբեջանի պահանջի հետ կապված այդ հարցին չեմ ուզում անդրադառնալ, ախր շատ ենք խոսել, բայց անընդհատ այդ անպտուղ խոսակցությունը այստեղ ունենալու անհրաժեշտություն այս բանը չեմ տեսնում, բայց բնականաբար եթե նման հայտարարություններ էլի հնչեն, արձագանքեմ եւ ձեզ կպատմեմ, թե ես երբանից սկսած եմ զբաղվում այս գործով։ Արձագանք։ Եթե ձեր հույսը Ալիևի Ադրբեջանի պահանջած սահմանադրության ընդունման գործում ընդդիմադիր պատգամավորներն են, կարող եք ինձ թվում է երևի հուսախաբ կլինեք, բայց մի հարց եւս։ Մենք գիտենք, որ ձեր նպատակներից մեկը անկախության հռչակագրի հղումը դուրս բերելն է։ Ես հարց ունեմ հետեւյալը. իսկ եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու բացառիկ սահմանադրական կարգավիճակը ձեր քննարկումներում երբ քննարկել եք, խնդիր տեսել եք այդ հարցին, անդրադառնալու եք այն տեքստում, որը պիտի հրապարակեք։ Դիրքորոշումը կամ մտածողության ուղղությունը ո՞նց է։ Շնորհակալություն։ Մի հատ էլ խնդրում եմ եկեղեցուց առաջ ինչ ասեցիք, մի հատ կրկնեք, էլի մոռացա նշեմ ինձ մոտ։ Ներողություն եմ խնդրում։ Էլի են ստանդարտ Ալիևի պահանջով բան տենց։ Էլի Ալիևն էր։ Սում պատասխանեք Տիկին Ջուլակյան։ Լավ։ Լավ պատմեմ, քանի որ էլի Ալիևի հարցն է, այն մասին, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ունի լեգիտիմության լրջագույն խնդիր, իմ գիտակից կյանքի մեծ մասի ընթացքում խոսել եմ։ Միշտ, այսինքն դեռ քանի տարեկան էի, 20 առաջին հանրաքվեն չեմ հիշում, փոքր երեխա։ 35 թվիններ, դուք 12 Ես տարեթիվը հիշում եմ, բայց փոքր էի, չեմ հիշում, թե հա, բայց համենայն դեպս հիշում եմ, որ հանրային ընկալումներում
լեգիտիմության խնդիր ուներ, որովհետև այդ թվում եւ բացի նրանից, որ հանրային քննարկումներ պատշաճ չեր անցել, նաեւ ժամանակից քվեարկության համար հատկացված 2 ժամ ավել էր տևել, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը երբ բացել էր, որ քվորումը չի ապահովում, Всё։ Այո։